2018 թվականից 2025 թվականները իրական ճիշտ է, այդ լավ բան է, լավ ինչպես ասում են challenge է խորհրդանի եւ խորհրդանի նախագահի կողմից, որ ես ասում եի նվաճումները կարամ երկար շարունակեմ։ Հիմա ինձ հնարավորություն տվեք, հələ տեսնենք հետաքրքիր է, ինչքան կարողանամ, հա, ես հետագա հատվածում հիմնականում խոսելու եմ ձեռքբերումների մասին։ 2018 թվականից 2025 թվականը իրականացրել ենք 4735 կիլոմետր ճանապարհների կառուցման, հիմնանորոգման եւ նորոգման աշխատանքներ, որոնցից 1346-ը սուբվենցիոն ծրագրերով։ Հիմա ես հաճույքով եմ արձանագրում, որ մարդիկ նկարում են եւ փոսեր են գցում սոցիալական ցանցեր։ Հեռախոսով նկարում են սոցիալական ցանցերի փոսեր եւ գցում են ինտերնետ։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ նախկինում փոս նկարելու համար հնարավոր չէր iPhone-ով նկարել, պետք էր արբանյակային նկարը դնել եւ նկարագրելու համար Հայաստանի Հանրապետության ճանապարհի փոսերը հարգելի ներկաներ, շատ լավ ծիծաղում ենք, բայց հիմա ով է հիշում, թե 2018 թվականի դրությամբ, ասենք օրինակ Բագրատաշեն-Երևան ճանապարհի վիճակը ինչ է եղել, օրինակ Երևան-Գորիս ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Մեղրի ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Գյումրի ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Վանաձոր ճանապարհի վիճակը, ով է հիշում։ Ես հիշում եմ, եւ համոզված եմ, հումոր եմ անում, իհարկե, մենք հիշում ենք եւ համոզված եմ եւ շատերն են հիշում, այլ բան, որ շատերը չեն ուզում հիշել։ Հյուսիս-հարավ Աշտարակ-Գյումրի հատվածը այլևս իրողություն է։ Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 93 թվականից խոսվում է։ Գանձակար-Իցակար ճանապարհը ասֆալտ անելու մասին ես առաջի թե երկրորդ կուրս էի, որ խորհրդանի ամբիոններից Հայաստանի վարչապետերը ասում էին, որ Գանձակար-Իցակար ճանապարհը, Բերդում նախաձեռնություն կար, քաղաքացիական նախաձեռնություն, որ 15 տարի պայքարում էր, որ Բերդ համայնքը խոշորացված պետք է ունենա անվտանգ ճանապարհ։ Հիմա ուրիշ բան, Բերդ համայնքը հիմա ընդհանրապես վտանգավոր ճանապարհ չունի եւ ունի Գանձակար-Իցակար ճանապարհը, որը դեկտեմբերից պատրաստ է, ժամանակ չենք գտնում, գնանք բացումը անեն։ Թթուջուր նավուր ճանապարհը, ռազմավարական նշանակության Տաթև-Լծեն ճանապարհը, Տաթև-Շինուհար ճանապարհը, Խոտ-Որոտան ճանապարհը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն։ Հիմա էլի կասեն, վայ, հողերը տվին այդ ճանապարհները եւ այլն։ Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել։ Մենք ճանաչել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև ամենամեծ աբսուրդն է, երբ որ որևէ երկիր ինքը իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, դա նշանակում է երկիրը կործանման տանելու ճանապարհ։ Խոստովան ենք, մենք էլ ենք մասնակցել այդ ճանապարհին, բայց մենք այնքան խելք եւ ուժ ենք ունեցել, որ այդ ճանապարհը տեսնենք, առերեսվենք եւ փոխենք պատմության ընթացքը։ Սուբվենցիոն ծրագրերը ընդհանրապես առանձին պատմություն է եւ ես ուզում եմ ուրեմն ընդգծել, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, որտեղ կառավարությունը 141 միլիարդ դրամի մոտավորապես ներդրում է արել, սա միայն կառավարության մասնաբաժինն է, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Ուղիղ առանց սուբվենցիաների, որովհետև սուբվենցիաները համայնք եւ կառավարություն մասնաբաժին ունեն, Հայաստանի Հանրապետությունը կառավարությունը 2.8 միլիարդ դոլարի ներդրում է արել Հայաստանի Հանրապետության մարզերում։ 2.8 միլիարդ դոլարի ներդրում են արել 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության մարզերում, ամենատարբեր ծրագրերով։
ճանապարհներ են կառուցվել, դրա մեջ մտնում են եւ դպրոցները, եւ սուբվենցիաները դեռ չեն մտնում։ Եվ Հայաստանի մարզերը իրաց գոյության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության այսպիսի ներդրում երբեք չեն ունեցել, եւ սա նույնպես շատ կարևոր արձանագրում է։ Ուզում եմ ընդգծել, որ նաև այո, մարզերում 148 միլիարդ դրամի մենք սուբվենցիոն ծրագիր ենք ֆինանսավորել, ելի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա կապ չունի 940 միլիարդի ուղիղ ներդրումների հետ, որ մենք տարբեր մարզերում, օրինակ Խնձորուտի ճանապարհը, որ ուղիղ իրականացրել ենք եւ այլն, մանկապարտեզներ եւ այլն, բայց նաեւ սուբվենցիաներով 148 միլիարդ դրամ կառավարությունն է հատկացրել 18-ից ի վեր, 132 միլիարդ դրամ ֆինանսավորվել է համայնքների սեփական միջոցներից, բայց մենք ինչքան ենք համայնքներին աջակցել, որպեսզի նրանց սեփական միջոցները մեծանան։ Դոտացիաներով ինչ է տեղի ունեցել 2025 թվականին 2017 թվականի համեմատության 124%-ով կամ 59 միլիարդ դրամով մենք համայնքներին հատկացվող դոտացիաները ուժեղացրել ենք, մեծացրել ենք, եւ սա նույնպես շատ կարևոր ձեռքբերում է։ Առանձնահատուկ ուզում եմ նշել նաեւ, որ մենք նույն տրամաբանությամբ էական աջակցություն ենք ցույց տվել նաեւ Երևանին, այսինքն մարզերում իրականացնել ենք ծրագիր, բայց նաեւ աջակցություն ենք ցուցաբերել Երևանին, մայրաքաղաքին, եւ ուզում եմ ընդգծել, որ 2018-25 թվականներին մենք հատկացրել ենք Երևանին 143 միլիարդ դրամ։ Այս էլ է շատ կարևոր հանգամանք, որ մենք ոչ միայն մարզերի ուղղությամբ ենք մենք ֆինանսներ ուղղել, այլև Երևան մայրաքաղաքին ենք մեծապես աջակցել։ Հարգելի գործընկերներ, մեր իրականության մեջ հասկանալիորեն շատ հաճախ խոսվում է մասնավորապես հեղափոխության հաջորդ կարգախոսներից մեկի մասին, խոսքը ապօրինի գույքի վերադարձի գործընթացի մասին է։ Իհարկե զեկույցի մեջ դուք կտեսնեք, որ այս ուղղությամբ մենք նաև որոշակի առաջընթաց ունենք եւ նաև ձեռքբերումներ ունենք, որովհետեւ մասնավորապես դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ իրավունքի շրջանակում Հայաստանի Հանրապետության համայնքներին վերադարձվել է 124 գույքային միավոր շուրջ 66.9 միլիարդ դրամի։ Ես կարող եմ այս պատմությունը ներկայացնել իմ հայրենի քաղաք Իջևանի օրինակով, երբ որ 2018 թվականի դրությամբ ըստ էության մեր մանկության ամբողջ զբոսայգին սեփականաշնորհված էր մի քանի կամ հիմնականում նույն մարդու կողմից եւ ինչ այլոց մենք այս փաստի բերումով շատ դեպքերում չենք կարողացել ներդրումներ անել, զբոսայգի վերականգնել, որովհետեւ մարդը տեսել է, որ լավ հեղափոխությունը եղավ, բայց զբոսայգին ինչի չի վերականգնում, որովհետեւ զբոսայգին ուրիշի սեփականությունն է եւ ուրիշի սեփականության մեջ մենք չենք կարող ներդրում անել, նախ պետքա այդ ուրիշի ապօրինի սեփականացրածը վերադարձնենք եւ մենք վերադարձրել ենք եւ ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ օրինակ այս ծրագրերը ուղղակի իմ ծննդավայրի օրինակով եմ բերում, որովհետեւ ամենալավը գիտեմ տեղի հատվածը։ Մենք նախ զբոսայգին վերադարձրել ենք եւ վերադարձնում ենք, հələ չի ամբողջական վերադարձվում։ Եվ մենք հիմա արդեն այս տարի Իջևանում երեխաների համար ժամանակակից լողավազան ենք կառուցում բացօթյա, որտեղ երեխաները կարող են ամառը լողալ,
եւ հարևանությամբ ամֆիթատրոն, զբոսայգին ավերականգնվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ դատարաններում ապօրինի գույքի վերադարձի 155 հայց է քննարկվում, ընդհանուր առմամբ 595 միլիարդ հայցագնով։ Իհարկե, այստեղ նաև պետք է ես ուղիղ խոստովանեմ, որ մենք այստեղ ավելի մեծ տեմպեր էինք եւ ենք ակնկալում, քան ունենք։ Եվ այստեղ հարցը իսկ ինչու մենք այս ուղղություններով, ընդ որում ոչ միայն քաղաքացիական գործերով, այլև ենթադրում եմ որոշ հանցագործությունների բացահայտման առումով բավարար տեմպով առաջ չենք գնում։ Սա այստեղ են դեպքն է, որ ես այո, էլի ուղիղ եւ առանց սեթևեթանքի ասում եմ, որ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք այստեղ շատ ուղիղ եւ շատ ճակատային կերպով պայքարում ենք մաֆիայի դեմ։ Երկար տարիներ Հայաստանում ձևավորված համակարգված մաֆիայի դեմ։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ընդգծել, որ այս բանը, որ մենք ապօրինի գույքով այսքան ենք վերադարձրել եւ ոչ այսքան, մեր ընդդիմադիրները շատ հաճախ մեր երեսով են տալիս։ Շատ, բայց նրանցից ոչ մեկ իր ծրագրում չի ասում, որ այս ապօրինի գույքը կգամ ավելի լավ կվերադարձնեմ։ Ընդհակառակ միակ ուժը Հայաստանի Հանրապետությունում, որ շարունակում է սկզբունքային մնալ այս կետի վրա, այդ մենք ենք։ Ուրիշներն ասում են, այդ էր խոսացի կանցավ գնաց, բայց այդ իրանք են, ում մասին մենք խոսացինք, նրանք իրանց դեմ արվող գործողության ոչ էֆեկտիվությունը փորձում են օգտագործել մեր դեմ, ասելու վայ, այդ տեսակ ասեցին չեն անում, բայց նրանցից ոչ մեկը չի ասում ես կգամ կանեմ, նրանք մեզ մեղադրում են բավարար տեմպով չանելու մեջ, եւ մենք ենք միակ քաղաքական ուժը, որ միջև նա որևէ շեղում չի եղել այս քաղաքական ուղեգծից, երկրորդն էլ մենք միակ ուժն ենք, որ հետևողականորեն այս թեզը շարունակում ենք պահել մեր քաղաքական օրակարգում։ Ոչ միայն շարունակում ենք պահել, այլև այս տարբերակ չկա։ Ինչպես ասել եմ, շարունակում եմ ասել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար